232 Համաձայն աշխարհագրական տվյալների երկրագնդի ցամաքի մասերը բաշխված են հետևյալ կերպ. Անտառներ 57 միլիոն քառակուսի կիլոմետր, տափաստաններ 24 միլիոն քառակուսի կիլոմետր, տունդրա, անապատներ եւ ճահիճներ 54 միլիոն քառակուսի կիլոմետր, արոտավայրեր 15 միլիոն։ Մշակեք այս տվյալները, կազմեք համապատասխան աղյուսակ եւ շրջանաձև դրամագիր։ Տվյալները մշակելու համար պետք է գտնենք, թե յուրաքանչյուրը ընդհանուրի քանի տոկոսն է զբաղեցնում։ Նախ կազմում ենք աղյուսակը։ Ահա։ Ընդհանուրը մեզ մոտ 150 միլիոն կիլոմետր քառակուսի է։ Հիմա, որպեսզի գտնենք, թե յուրաքանչյուրը քանի տոկոս է զբաղեցնում, հաշվարկը կատարում ենք հետևյալ կերպ. 57 բաժանում ենք 150-ի, բազմապատկում 100 տոկոսով։ Երեսունութ տոկոս։ 24 բաժանած 150-ի, բազմապատկած 100-ով։ 16 տոկոս։ 54 բաժանած 150-ի անգամ 100, 36 տոկոս։ 15 բաժանած 150-ի անգամ 100, 10 տոկոս։ Ստուգելու համար 10 գումարած 36 գումարած 16 գումարած 38 հավասար է 100 տոկոս։ Հիմա շրջանաձև դիագրամը կազմելու համար մոտավորապես բաշխում ենք տոկոսները։ Մոտավորապես սա կլինի մեր 25 տոկոսը, սա 50 տոկոս։ 50-ից մոտավորապես 12 տոկոս, մոտավորապես այսքանը կլինի 38 տոկոս։ Այսքանը կլինի 36 տոկոս։ 16 և 10 տոկոս։ Այսպիսի բաշխվածություն կունենան, կամ մի փոքր էսկում։ 16 տոկոս և 10 տոկոս։ Անտառներ, տափաստաններ, տունդրա, անապատ, ճահիճ և արոտավայրեր։ Տրամագրում պատկերված է համաձուլվածքում մետաղների առկայության տոկոսները, քանի կիլոգրամ անագ, կապար և այլ մետաղներ կա 240 կիլոգրամ այդպիսի համաձուլվածքում։ Տրամագրից երևում է, որ 240 կիլոգրամի 60 տոկոսը անագն է, 35 տոկոսը կապարը, և եթե 65 գումարենք 35 կստացվի 95, 100-ից կհանենք 95, 5 տոկոսը այլ մետաղները։ 240-ի 60 տոկոսը 144 կիլոգրամ, 240-ի 35 տոկոսը 84 կիլոգրամ և այլ մետաղները կարող ենք 144-ին գումարենք 84 և 240-ից հանենք ստացված գումարը, կամ ընդամենը 240-ի 5 տոկոսը 12 կիլոգրամ։
Այսինքն ինչպես ենք հաշվարկում 240 անգամ 60 բաժանած 100-ի 144 կիլոգրամ 240 անգամ 35 բաժանած 100-ի հավասար է 84 կիլոգրամ 240 անգամ 5 բաժանած 100-ի հավասար է 12 կիլոգրամ Առաջադրանք 234 կեչու բարձրության կախումը տարիքից արտահայտված է աղյուսակում, այդ կախվածությունը պատկերեք համապատասխան գրաֆիկով։ Կոորդինատային առանցքի վրա նշել եմ տարիքը և բարձրությունը, միավոր հատվածը վերցրել եմ 3 մետր և 2 վանդակը։ Այստեղ յուրաքանչյուր 10 տարին վերցրել եմ միավոր հատվածը 2 վանդակը։ Դուք կարող եք վերցնել 3 վանդակ, կարող եք վերցնել 1 վանդակ, ձեր ցանկությամբ։ Երբ որ կեչին 10 տարեկան էր, բարձրությունը, ծառի բարձրությունը 3,1/5 էր։ Այսինքն 3, 4, 5, 6 կլինի, 3,1/5 մոտավորապես կլինի այստեղ։ Քսան տարեկանում 6 մետր էր։ Երեսուն տարեկանում 9,1/5 40 տարեկանում 12,2/5 50 տարեկանում 14,9, այսինքն համարյա 15 60 տարեկանում 17 70 տարեկանում 19,1/5 18, 19, 20, 21, 19,1/5 մոտավորապես այստեղ։ Այս 80 տարեկանում 70 80 տարեկանում 21,3 մոտավորապես այստեղ 80 և 90-ում 24 տարեկան Ստացած հատման կետերը միացնելով ստացանք հետևյալ գրաֆիկը։ Օգտվելով գրաֆիկից գտեք սոճու բարձրությունը, եթե այն 15, 25, 55, 65, 85 տարեկան է։ 15 տարեկանում սոճին կլինի այստեղ մոտավորապես 4 կամ 5 մետր 25 տարեկանում սոճին կլինի 7 մետր մոտավորապես կամ 7,5 մետր մոտավորապես 55 տարեկանում կլինի այստեղ 15 կամ 16 մետր 65 տարեկանում կլինի
Այստեղ 18 ամբողջ մոտավորապես 5 մետր և 85 տարեկանում կլինի այսքան մետր, 21 ամբողջ, արդեն 23 մետր կամ 22 ամբողջ 5 մետր։ Սոճու տարիքը, երբ նրա բարձրությունը 15 մետր էր, 17 մետր էր, 20 մետր և 45 մետր։ Երբ որ 15 մետր էր, Սոճին քանի տարեկան էր։ 52 մոտավորապես տարեկան էր, 17 մետրում մոտավորապես 55 տարեկան, 20 մետրում 19-20 կբարձրանանք այստեղ 75 տարեկան, 45 մետրում 27 կբարձրանանք ենտեղ 100-ից ավել տարեկան, քանի որ այստեղ տեղ չկա գծելու 100 և ավելի տարեկան։ Եվ վերջինը, քանի մետրով է աճել Սոճին առաջին 30, առաջին 30, երկրորդ 30, երրորդ 30 տարում։ Առաջին 30 տարում Սոճին աճել է 10 մետր, երկրորդ 30 տարում 8 մետր և երրորդ 30 տարում 6 մետր, քանի որ 24-ից կհանենք 18, այնտեղ 10 մետր էր, 18-ից հանել ենք 10։